Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Ռիտա Մնացականյանն եմ, բարի երեկո, օր վերադարձությունները նախ համառոտ։ Ստամբուլում անցկացվող տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025-ի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Ինչ են քննարկել պաշտոնյաները։ Հերթական ապատեղեկատվական գրոհը Հայաստանի դեմ ֆրանսիական լրատվամիջոցի անվան տակ հանդես եկող ինչ-որ կասկածելի կայք կեղծ լուր է տարածել այն մասին, թե իբրև Օրանո միջուկային ընկերությունը վտանգավոր թափոններ է տեղափոխում Հայաստան և պահում Դիլիջանի ազգային պարկում։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն գեներալ Կառլոս Պետրոսյանի հարազատների և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։ Վարույթով պատասխանողների թվում է նաև նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։ Շաբաթվա քրեական քրոնիկոնը։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարծես վատթարանում են, վերջին տեղեկություններով արդեն 5 ադրբեջանցի է մահացել Եկատերինբուրգում անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ 1 տասնյակ մարդ ձերբակալվել է։ Բաքուն կրկին կտրականապես հերքել է Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարությունները Իսլամական Հանրապետության դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման մասին, դրանք որակելով անհիմն և սադրիչ։ Սոփանիի հայտարարությանն այս անգամ անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Միացյալ Նահանգների նախագահը պետք է հրաժարվի Այաթոլլահ Ալի Խամենեիի նկատմամբ իր անհարգալից և անընդունելի տոնից։ Իրանն արձագանքել է Խամենեիի մասին Թրամփի երեկվա հայտարարություններին, օրվա միջազգային անցուդարձը։ Ստամբուլում անցկացվող տրանսպորտային փոխկապակցվածության գլոբալ ֆորում 2025-ի շրջանակում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանը հանդիպել է Լիտվայի տրանսպորտի նախարար Եվգենիուս Սաբուտիսի հետ։ Հանդիպման ժամանակ ընդգծվել է երկկողմ հարաբերություններն ավելի խորացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել ավտոմոբիլային, երկաթուղային, օդային տրանսպորտի ոլորտներում գործակցությանը, օրենսդրական կարգավորումներին։ Քննարկվել են Հայաստանի և Լիտվայի միջև մասնագետների փորձի փոխանակման և կարողությունների զարգացման հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև խոշոր շինարարական ծրագրերի իրականացման ոլորտում գիտելիքի և հաջողված փորձի փոխանակման շուրջ։ Ֆրանսիական լրատվամիջոցի անվան տակ հանդես եկող ինչ-որ կասկածելի կայքում տարածված հրապարակումը, թե իբր Օրանո միջուկային ընկերությունը վտանգավոր թափոններ է տեղափոխում Հայաստան և պահում Դիլիջանի ազգային պարկում, հանրային անհանգստություն է առաջացրել։ Տեղեկատվությունն անմիջապես տարածվել է նաև հայկական մեդիադաշտում, Հայաստանի պատկան մարմինների արձագանքը չի ուշացել։ Այն հերթական ապատեղեկատվական գրոհն է մեր հանրապետության դեմ։ Ֆրանսիական Courrier France 24 անվանումով պարբերականում վերջերս հրապարակվել է մի հոդված, որում պնդվում է, թե իբր ֆրանսիական պետական Օրանո միջուկային ընկերությունը գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխում Հայաստան Դիլիջանի ազգային պարկում պահելու նպատակով։ Հոդվածը լայն տարածում է գտել նաև հայաստանյան սոցիալական ցանցերում և որոշ լրատվական հարթակներում, սակայն լուրը պաշտոնապես հերքվել է։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել է, որ այն ապատեղեկատվություն է։ Ֆրանսիական Օրանո ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում։ Վերնագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունը ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում բոլորին զերծ մնալ չստուգված և անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը։ Կառավարությունն էլ հրապարակված մտումներն ուղիղ կապում է Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի, մասնավորապես տեղեկատվական բաղադրիչի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել է տարածված այդ տեղեկատվությանը, կասկածի տակ դնելով թե նյութի լրջությունը, թե հեղինակների մտադրությունները։ Հիբրիդային պատերազմ բան, ամեն ինչ հասկացանք, բայց եթե որևէ մեկը լրջորեն պետք է հարցնի, թե ճիշտ է, որ Դիլիջան ազգային պարկում ուրանի թափոններ եք պահում, այդ հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած Ռոբա Սերժիկի ընտանիքի անդամ։ Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ևս արձագանքել է հրապարակումներին, դրանք դիտարկելով որպես հարձակում Հայաստանի պետականության և արտաքին քաղաքականության վրա։ Այս տեխնոլոգիան իհարկե դեռ էլի կաշխատացնեն, բայց ավելի շատ իրենց տերերից փող քերելու նպատակով, որովհետև վստահեցնում եմ, այս ամեն ապուշությունը շեֆերին ներկայացնում են որպես մի բարդ, լուրջ գործ, ով գիտի տերերին պատմում են, թե իրական ֆրանսիական մամուլ են կաշառում ու դրա համար նախատեսված գումար գրպանում։ Տղերք, ձեզ էլի խաբում են ու ձեր փողերը տանում։
Իսկ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պնդում է, որ տվյալ հրապարակումը արհեստականորեն է ստեղծվել կիրառելով մեդիա տերորիզմի հայտնի մեթոդներ։ Սա ռուսական ձեռագրով իրականացված հերթական տեղեկատվական սադրանքն է։ Ցավալի է, որ այս անգամ թիրախավորվում է ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլև մեր ռազմավարական գործընկեր Ֆրանսիան։ Տեղեկատվական գրոհը դատապարտել է նաև Ֆրանսիայի հայկական շարժման նախագահ Ժակ Ռաֆի Փափազյանը, որի խոսքով սա ուղղակի հարձակում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների վրա։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի կարևոր բաղադրիչը տեղեկատվական գրոհն է։ Կասկածելի ծագմամբ վառվող գլխագրով կայքում հրապարակված հերթական կեղծ հոդվածը այդ գրոհի վառ ու ակնհայտ օրինակն է։ Սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, արտաքին քաղաքականության եւ ժողովրդավարական ընտրության դեմ։ Նպատակը հստակ է՝ խաթարել Հայաստանի միջազգային հեղինակությունն ու տվյալ դեպքում մասնավորապես ստվերել մեր Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերությունը։ Հակահայկական այս մեխանիզմների գործադրմամբ որոշ կենտրոններ փաստացի խոստովանում են, Հայաստանի ընթացքը խանգարում է իրենց ծրագրերին, իսկ դա եւս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ընտրած ուղին ճիշտ է։ Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց, անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված եւ տեղեկատվական հարձակում կհրապարակվի։ Պատկան մարմինները վստահեցնում են, Հայաստան միջուկային թափոններ չեն ներմուծվել, չեն պահպանվում եւ նման ծրագրեր գոյություն չունեն։ Նրանք քաղաքացիներին հորդորում են պահպանել տեղեկատվական հիգիենա եւ հետեւել միայն պաշտոնական աղբյուրներով ստացվող տեղեկատվությանը։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանն ազատվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ Հունիսի 18-ին Փաշինյանի որոշմամբ ՊԱԾ ղեկավար Արմեն Աբազյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ժամանակավոր պաշտոնատար էր նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ Սիմոնյանը։ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն գեներալ Կարլոս Պետրոսյանի հարազատների եւ նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։ Վարույթով պատասխանողների թվում են նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը, որը Պետրոսյանի խնամին է, նրա երկու որդիները, որոնցից մեկը Նարեկ Ադոնցը Կարլեն Պետրոսյանի փեսան է։ Կարլոս Պետրոսյանի դուստրը Աստղիկ Պետրոսյանը նաեւ այլ անձինք։ Հիշեցնենք, որ Կարլոս Պետրոսյանը Հայաստանի ազգային անվտանգությունը ղեկավարել է 1999-ից մինչև 2005 թվականները։ Այժմ նա շատ պաշտոնաթող առանցքային ուժայինների նման բնակվում է Ռուսաստանում եւ հանդիսանում է Տրանսվեստ ընկերության տնօրենի խորհրդականը, իսկ շաբաթվա քրեական քրոնիկոնը տեսանյութում։ Ըստ իրավապահների իշխանությունը զավթելու նպատակով Գալստանյանը եւ խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, քաղաքացիական անձանց կյանքի զրկելու, առողջությանը ծանր կամ միջին աստիճանի ծանրության վնաս հասցնելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ։ Այդ խմբերը գործի էին անցնելու Գալստանյանի կառավարության դիմաց հավաքվելու կոչնչեցնելուց անմիջապես հետո։ Հարվածային խմբերը պետք է տեղակայված լինեին նախապես որոշված տեղերում եւ չպետք է միանային տեղի ունեցող հանրահավաքին։ Փոխարենը 24-ից 36 ժամվա ընթացքում հարվածային գործողությունների դիմ էին եւ մայրաքաղաքում ու այլ բնակավայրերում անկառավարելի իրավիճակ առաջացնեին։ Մեքենաների բախումներ ստեղծելով, մեքենաներ վնասելով, կաթվածահար անելով հանրապետության ամբողջ երթևեկությունը, նաեւ օգտագործելով հազարավոր հրավտանգ միջոցները, իրականացնել պայթյուններ, վնասել էլեկտրաէներգիայի եւ ինտերնետ կապի սնուցման մալուխները, հրդեհել հասարակական սպասարկման կենտրոնները, արգելափակել ոստիկանության զորքերի տեղաշարժը։ Բագրատ Գալստանյանի փաստաբանը հաստատել է, որ ձայնագրություններն իրական են։ Սրբազան պայքար շարժման առաջնորդը կալանավորվել է 2 ամսով ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու հոդվածներով։ Դատարանը բավարարել է նաև շարժման 14 մասնակցի կալանքի միջնորդությունները։ Դատավոր Մասիս Մելքոնյանը 2 ամսով կալանավորեց հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Սրբազանին մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Ըստ վարույթի նյութերի Միքայել arczepiskopos Աջապահյանը լրատվամիջոցներին տված հարցազրույցների ընթացքում հայտնել է, որ պետք է ռազմական հեղաշրջում կատարել։ Հայաստանի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
2025 թվականի հունիսի 26-ին համացանցում հրապարակված ձայնագրությունում առկա են առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ մի խումբ անձինք գործելով նախնական համաձայնությամբ իրավաբանական հետևանքներ առաջացնելու նպատակով համացանցում տեղադրել են Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարականը ԱԱԾ եւ քննչական պետերին վերտառությամբ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ ձայնագրություն, որում Հայաստանի վարչապետն իբրև թե կոնկրետ քրեական վարույթներով հանձնարարություններ է տալիս Հայաստանի իրավապահ մարմինների ղեկավարներին։ Այդ մասին հայտնում են քննչական կոմիտեից։ Դեպքի առթիվ Հայաստանի գլխավոր դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա Հայաստանի քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միլիոնավոր եւ միլիարդավոր դրամի երկու հայց ընդդեմ Վանաձորի նախկին քաղաքապետի եւ Խաղավիացիայի նախկին պետի։ Դատախազությունն ապօրինի գույքի բռնագանձման պահանջով երկու խոշոր հայց է ներկայացրել դատարան։ Դրանցից մեկն առնչվում է Վանաձորը 17 տարի ղեկավարած Սամվել Դարփինյանին։ Նրանից պահանջվում է 165 միլիոն դրամ եւ 7 անշարժ գույք։ Մյուս հայցն առնչվում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին։ Նրանից պահանջվում է 1.5 միլիարդ դրամ եւ 8 անշարժ գույք։ Դարպաս գյուղի տներից մեկում տեղի է ունեցել վիճաբանություն 85-ամյա տանտիրոջ եւ նրա 54-ամյա որդու միջև, որի ընթացքում որդին հայհոյանքներ է հնչեցրել եւ հարվածներ հասցրել հորը։ Վիճող կողմերին հանդարտեցնելու համար միջամտել է հարևանությամբ բնակվող 19-ամյա մի երիտասարդ։ 54-ամյա որդին վիճել է նաեւ երիտասարդի հետ, նրա հասցե էին հնչեցրել հայհոյանքներ։ Սկսվել է ծեծկրտուկ, որի ժամանակ երիտասարդը հարվածել է 54-ամյա տղամարդուն, որն էլ դանակով հարձակվել է երիտասարդի վրա։ Վերջինս հաջողվել է խլել դանակն ու դրանով հարվածներ հասցնել 54-ամյա տղամարդու Աշոտ Ասլանյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով էլ նա հիվանդանոցում մահացել է։ Երիտասարդը հայտնաբերվել է, ձերբակալվել եւ տեղափոխվել վարչություն, որտեղ էլ խոստովանել է արարքը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները Նորքի այգիներում հենց թմրանյութ տեղադրելու պահին մայրաքաղաքի Աբովյան փողոցի բնակիչ 43-ամյա կնոջը ձերբակալել եւ տեղափոխել են բաժին։ Նրա խոզարկությամբ շինարարական ձեռնոցում հայտնաբերվել է զիպ փականով 40 փաթեթ, տարբեր քաշերի մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող դեղնականաչավուն զանգվածներով։ Դրանց ընդհանուր քաշը մոտ 65 գրամ էր, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունները կարծես վատթարանում են։ Վերջին տեղեկություններով արդեն 5 ադրբեջանցի է մահացել Եկատերինբուրգում անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր 2 մահացածի մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է հետաքննություն անցկացնել անվտանգության դաշնային ծառայության հատուկ գործողության հանգամանքների վերաբերյալ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների ձերբակալվել է 1 տասնյակ մարդ։ Մենք ակնկալում ենք, որ ռուսական կողմը անհապաղ հետաքննություն կացկացնի այս գործով եւ հնարավորինս շուտ պատասխանատվության կենթարկի այս անընդունելի բռնության ակտի համար պատասխանատուներին, ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։ Եկատերինբուրգում ադրբեջանցիների զանգվածային ձերբակալությունները կապված են 25 տարվա վաղեմության քրեական մի գործի վերաբացման հետ։ Իդեպ Բաքվում Ռուսաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ։ Եկատերինբուրգում քաղաքում ադրբեջանցիների վրա հարձակումների կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ ռուսական կողմին վճռական բողոք է ներկայացվել հունիսի 27-ին տեղի ունեցած ռեյդերի կապակցությամբ, որոնց ընթացքում Ռուսաստանի անվտանգության ուժերը սպանել են մի քանի ադրբեջանցու։ Բաքուն կտրականապես հերքել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հայտարարությունները Իրանի դեմ ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման մասին, դրանք որակելով անհիմն եւ սադրիչ։ Այդ մեղադրանքները վնաս են հասցնում ադրբեջանա-իրանական հարաբերություններին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու վրա, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։ Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպանը լրագրողների հետ հանդիպմանը չէր բացառել, որ Իսրայելը Իրանին հարվածներ հասցնելիս օգտվել է Ադրբեջանի տարածքից։ Իսկ թողարկման այս հատվածում ձեզ ենք ներկայացնում իմ գործընկեր Արա Աբրահամյանի զրույցը Դավիթ Կարապետյանի հետ շաբաթվա ուշագրավ իրադարձությունները միջազգայնագետի վերլուծությամբ։ Բարի երկու պարոն Կարապետյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ սկսենք կարևոր մի կետից։ Աշխարհը ուշի ուշով 12 օր հետևեց Իսրայել-Իրան հակամարտությանը, տեղի ունեցան բազմաթիվ
ռմբակոծություններ, քաղաքները իրենց բոլոր արսենալով զինվորական, մասնավորաբար Իրանի, ավերվեցին ըստ Իրանի մամուլի։ Ինչ հետապնդում այս ամենը իրականում, ինչ էր ուզում Իսրայելը սրանով ցույց տալ եւ Իրանի մոտ արդյոք ստացվեց կամ չստացվեց, որպես միջազգայնագետ, միջազգային իրավունքի խախտում էր արդյոք, սուվերեն պետության վրա հարձակումը եւ կցանկանայի ավելի անամաչելի ներկայացնեք մեր հանրության ավելի հասկանալի լեզվով։ Խնդրեմ։ Եթե հագիրճ Ուրանի հարստացման դեմ ուղված արշավ էր սա, կամպանիա էր, ինչ եմ ասում կամպանիա, որովհետեւ թյուր տպավորություն է եւ արդեն իսկ հերկված որպես այդպիսին ինֆորմացիա առայն որ Միացյալ Նահանգները մասնագիտ չէր այս ամեն ինչին, երբ որ ապացուցվեց, որ դա համատեղ պլանավորած գործողություն էր, այսպես ասած օպերացիա։ Եթե շատ անկեղծ, սա վերջին մանավանդ էտապը, որը որ ձևակերպվեց խաղաղության հաստատումով եւ խաղաղաբերությամբ, հայտնի Թրամփյան խաղաղաբերությունը, դա ըստ իս եւ ըստ շատ մասնագետների դա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի դեմքի փրկելու վերջին արարն էր, որպես այդպիսին, իհարկե գեղեցիկ փաթոթավորելով, որ գնում ենք խաղաղության, անգամ Նոբելյան մրցանակակերի Տրամպին էին առաջարկ է լինում եւ այլն, գիտեք նման դեպքերում ինչպես է լինում, բայց փաստը այն էր, որ սա ուղղված էր կոնկրետ Ուրանի հարստացման դեմ եւ այստեղ շատ հագասական կարծիքներ կարող են հնչել եւ քննադատականներ, թե հիմա ով հաղթեց, որովհետեւ որպես այդպեսին ես կարծում եմ, որ երկու կողմն էլ չհաղթեց, որովհետեւ երկու կողմն էլ ունեն լուրջ ավերվածություններ եւ ռազմաստրատեգիական օբյեկտների եւ ենթակառուցվածքներ եւ այլն, փաստացի Իրանը տոնում է իր հաղթանակը մասնավորապես նշելով, որ կոնկրետ Ուրանի պաշարները չեն վնասվել, որը որ գիտենք, վերջում հաստատվեց, որ այո, որպես այդպիսին միջուկային օբյեկտները վնասվել են շատ լուրջ, բայց Զուգահեռ Իսրայելն էլ Միացյալ Նահանգների ձեռամբ ասում է, որ այլևս միջուկային որևէ բան այնտեղ չկա։ Այո, եւ այնտեղ իհարկե իսրայելական կողմն էլ պնդում է, որ մենք մեր նպատակին հասանք, մենք ոչնչացրեցինք հիմնականում, Ֆորդոնի բազան, մենք կարողացանք ոչնչացնել Սպահանի բազան, այսինքն 3 հիմնական թիրախները ոչնչացվեց, բայց նորից են գալիս այն համոզմանը, որ նախ Ուրանի պաշարները չեն վնասվել, որովհետև դա իր հերթին շատ այլ պատկեր կունենանք եւ ես վստահ եմ ավելի քան որ ռազմական գործողությունները 12 օրով չէին ավարտվի։ Այո։ Եվ առհասարակ ես համատեքստում ես ավելի քան վստահ եմ, որ ռազմական գործողությունները ելի կրկնվելու հավանականությունը մեծ է եւ այս պահին նույնիսկ մենք խոսում ենք, բայց անօթաչու թռչող սարքերը դերևս թռչում են, խփվում են եւ այսինքն տպավորություն է, որ դա այո, գլոբալ տեսանկյունից պատերազմը դադարել է, բայց դեռ այն շարունակվում է։ Այն հաջողականությամբ, այն մասշտաբների չի, բայց շարունակվում է։ Արդյունքում որքան էլ իրանական կողմը ողջ վերնախավը ռազմական, գիտեք, սպանվեցին, այո, ասացին, որ 20 գիտնականներ եւ ռազմաքաղաքական ղեկավարներ այդուհանդերձ տոնում են հաղթանակ։ Ես ունեմ նաև մեկ այլ կարծիք, որ եթե պատերազմական գործողությունները շարունակեր, այսինքն այն տրամաբանությունը, որը փորձում են անել իսրայելա-ամերիկյան տենդենսը, առայն որ բլիցկրիգ տարբերակով փորձեն հարցերին լուծում տային, ես կարծում եմ, որ դա չստացվեց, այ հենց որ նոր նշեցի, որ դեմքը փրկելու խնդիր կար, հենց դրա համար էլ, որ անմիջապես մասնակցություն ունեցան Միացյալ Նահանգները։ Եվ եթե փորձը ցույց էր տալիս, որ եթե պատերազմական գործողությունները շարունակվեր, երկարատև պրոցեդուրային պատերազմի դեպքում Իրանը շատ ավելի լավ դիրքերում կարող էր լինել, որտեղ մանավանդ այնտեղ արդեն դեմոնստրացրեց եւ կիրառեց նաեւ միջին եւ հեռահար բալիստիկ մի շարք զենքեր, որի մասին անգամ մենք լսել էինք, բայց կիրառելիությունը չենք տեսել, էֆեկտիվությունը։ Եվ եթե այս երկաթի գմբետի հայտնի այդ ուրեմն տպավորությունները կար, ապա վերջին օրերին արդեն իսկ տպավորությունը այլ էր փոխվել։ Եթե 10-ից 2-ը այն ժամանակ հազիվ թենգներ համապատասխան օբյեկտներին, այս պարագայում 10-ից 6-ը արդեն հարվածում էր ըստ նշագետը, որտեղ մանևրող բալիստիկ հրթիռներ էր կիրառել, եւ ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում իրանական պատկերը, որը կար, արդեն իսկ որը որ այսպես ուրվագծվում էր պատերազմում,
իդեմս բալիստիկ քրտիների լրիվ այլ վերջնարդյունք ու կուլմինացիա կարող էր բերել։ Շատ լավ, պարոն Կապետյան, շատ վերլուծաբաններ միջազգային մամուլում հատկապես, որտեղ նրանք լավ ավելի օպերատիվ էին ուսումնասիրում այս ողջ process-ները, նշում են, որ իրականում այնտեղ փորձում են Իրանը վերածել Սիրիայի, սիրիայացման գործընթացի գնալ եւ փորձում են առաջին 2-3 օրերին իշխանափոխություն անել, սադրել, որտեղ այնտեղ կար մեկը, որը Փարիզում նստած էր, իրենց շահի վերջին զավակներ, թորներ, չգիտեմ, ինչ-որ մեկն էր, որը փորձում էր նաեւ ներքաղաքական խժդրություններ առաջացնելով անջատեր եւ այնտեղ կլիներ արդեն քաոս, բայց փաստացի բոլորը տեսան, որ ժողովուրդը համախմբվեց այաթոլլահի շուրջ եւ բոլորը դարձան մեկ բռունցք եւ դա էր նաեւ հաջողության գաղտնիքը, բայց այդուհանդերձ գուցե Իսրայելը որոշակի ժամանակ անց նորից կարողանա այնտեղ խժդուրություններ անել։ Այս մասով ինչ կմեկնաբանեք։ Չեմ բացառում, ես իմ խոսքում նշեցի, որ մինչև հիմա այս պահը, եթե ուսումնասիրում ենք, իսկ ես ուսումնասիրում եմ միջազգային մամուլը, դեռևս հարվածներ ֆիքսում են։ Այսինքն փոխհրաձգություն կա, ընդ որում բալիստիկ եւ աթեիստների միջոցով։ Հիմա ձեր հարցը հետեւյալն է, արդյոք հավանականություն կա, այո, կա։ Դուք հիշում եք անցած տարի նույն ձեր տաղավարում մենք ֆիքսում էինք, թե դրոնային աննախադեպ դրոնային պատերազմի ինչ-որ անցել են ամենը 1 տարի, իսկ ով է վստահություն ներշնչում կամ կարող է հավաստի ինֆորմացիա տրամադրի, որ բացառված է։ Մենք նման խոսույթներ բազմից ենք լսել, բայց փորձը ցույց է տալիս, որ եթե երկու այդ պետությունները խայդարակ անտագոնիզմ են տածում միմյանց հանդեպ, թշնամանք ունեն եւ ատելություն ունեն եւ դա չի փարատվում որևիցե կերպ, ուրեմն եւ ընդ որում մեկը մյուսի հանդեպ էգզիստենցիալ վտանգներ է ստեղծում եւ պատերազմական կոչերը հնչեցնում, հռետորաբանությունը կարծես նույնն է մնացել, հետեւաբար չի բացառվում նաեւ հաջորդիվ պատերազմները։ Այսինքն դրա մասին անգամ կոնսպիրոլոգիական հաշվարկների կարիք չկա։ Հավանականության սցենարը շատ մեծ է այս մասով։ Եվ այո, դուք շատ ճիշտ նշեցիք, նույնիսկ Այաթոլլահ Խոմեյնին էր, չէ՞, թիրախավորված։ Նույնիսկ դա են հաղթանակ պարսկական կողմը դիդարգում, որ չստացվեց նրա մահափորձը։ Բազմիցս փորձեցին, բոլորը համախմբվեցին, հոգեվոր առաջնորդի այո, եւ փաստացի Իրանը ցույց տվեց, որ իզորու է անկախ բոլոր սցենարներից, վադագույն սցենարներից, այսքան զոհերից, բարձրաստիճան ղեկավարների նահատակվածություններից բառը իրենք կարող են ոչ թե համախմբվել, այո, եւ կարողանան դուրս գալ այդ վիճակից, նման ֆորս մաժորային իրավիճակները հաղթահարել։ Եվ այստեղ նաեւ գալիս է Միացյալ Նահանգների մոդեցումը։ Մենք հասկանում ենք, չէ, այստեղ նաեւ դուք կարող եք հարց ուղղել, արդյոք Միացյալ Նահանգները իդեմս Թրամփի չգիտեն կամ իրենց չէր զեկուցվել արտաքին հետախուզության կողմից, որ այդ ուրանը, որտեղ որ հարվածում են այդ միջուկային օբյեկտներին, դրանք արդեն ժամանակին դուրս բերված են եւ իրանական ժողովուրդը խելոք ժողովուրդ է, չէ, հասկանում է, որ գալու է մի պահը, որ թիրախավորվելու են այդ օբյեկտները, մանավանդ ուղիղ տեքստով հնչում էր նման օբյեկտներին հարվածելու Դե Թրամփը որպես լավագույն շոումեն կարող էր նաև որպես շոու դա անել։ Հասկացանք։ Եվ նույն այդ մարդն էր, չէ, որ ասեց, դե ես տվել էի 60 օր ժամանակ, 61-րդ օրն էր, 1 օր անցավ Իրանը հարվածեց, այսինքն ուղիղ ինքնախոստովանություն էր, որ մենք մասնագիծ ենք, եւ Թրամփը այսօր NBC կեցվածք են տունել, այն խաղաղաբեր Թրամփն է, որը որ ժամանակին ասում է։ Դե Թրամփի խոսքն էլ կարծես դարձել է արդեն որևէ արժեք չունեցող մի բան։ Ոչ միայն անլուրջ է, անլուրջ, նման, գիտեք, ես գնահատական տալը մի քիչ բարդ բան է, նմանավանդ գերտերության ղեկավարին, բայց ստացվում է հեգեմոն գերտերության ղեկավարը 5 րոպեն մեկ իր արամերժ հայտարարություններով է հանդես գալիս, ինքնասիրահարված, չգիտեմ, այսպես պաթոսային հայտարարություններ իրեն կարգելով այսպես աշխարհի խաղաղաբեր եւ այլն, անգամ գիտեք, շատ հագասական հայտարարություններով է հանդես գալիս, դա անլուրջ է, բայց այն փաստը, որ որքան էլ հիմա խաղաղաբեր այդ կեցվածքը ընդունի կամ նման գնահատականների արժան, փաստը այն է, որ այդ գնահատականը տվել է իր սեփական ժողովուրդը, ամերիկյան ժողովուրդը, որը ասել է, որ ինչու ես մեզ ներքաշում պատերազմի մեջ, ով է քեզ տվել նման իրավունք։ Անկամ սենատն էր քննարկում այդ մասը, որ արգել են Մերձավոր Արևելքում ինչ որ գործողություններ իրականացնելու նրա մանդատը, այսպես ասած, մենաշնորհային մանդատը եւ երկրորդը։ Դուք հիշում եք 13 թվականին նույն Օբամային էր նա Twitter-յան իր էջում մեղադրում, թե այ հիմա սեփական ուժերը ցուցադրելու, դեմոնստրացնելու համար կարող է Իրանին հարվածի, բայց փաստացի Օբաման չհարվածեց, ինքը հարվածեց։ Եվ այստեղ գնահատականը միանշանակ է։ Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները, ձեր նախորդ հարցին եմ նաև վերադառնում, ռազմական ագրեսոր պետություն է դիտարկվում։
կա միջազգային կոնսենսուս այդ մասով։ Այո, խախտել է միջազգային մի շարք իրավունքի նորմեր եւ օրենքներ։ Լեգիտիմացում է կարծես, հա, այդ ամբողջը։ Իհարկե, ցանկացած ՄԱԿ-ի մասով, պարոն Աբրահամ, ՄԱԿ-ի մասով անգամ Գուտերեշն է հայտարարում, որ մի շարք կոնվենցիաներ եւ միջպետական պայմանագրեր խախտվել են այդ հարցակումով։ ՄԱԳԱՏԵ-ի մասով դուք ուզում եք հիմա ասեք, որ բայց վաղուց ՄԱԿ-ը եւ մնացած միջազգային կառույցները չեն գործում։ Դե վերպետական կառույցները միջազգայնագետ պետք է ասեն, այո, դա էլ չի աշխատում։ Դա ֆիկտիվ ուղղակի, այո, մանիֆեստային ինչ-որ խոսույթ է, այո, մանիֆեստային խոսույթ է, բայց տակը ոչինչ չկա, այո, ցավոք այդպես է վաղուց վերպետական կառույցները ընդհանրապես իրեն չեն արտարացնում, բայց այստեղ նաեւ մի բան կա։ Նույն Միացյալ Նահանգների ղեկավարությանը ախր զեկույցով ներկայացվել է ՄԱԳԱՏԵ-ի հայտնի զեկույցը։ Չէ՞ որ Իրանը լինելով ՄԱԳԱՏԵ-ի անդամ բաց է դռները թողել ՄԱԳԱՏԵ-ի աշխատակիցների համար, որոնք զեկույցով ներկայացրել են, որ Իրանի ուրանի հարստացումը դեռևս չի նշանակում այն ստանդարտների կամ այն չափորոշիչների եւ այն քանակի, որի ուրանի հարստացման պարագայում նրանք արտադրելու են միջուկային զենք։ Դա բացառվել է, որի տակ Իրանը ունի իր ստորագրությունը դրված։ Իսկ հիմա լեգիտիմ իրավունք են տալիս Իրանին, որբիսի Իրանը սեփական դիմում է համաձայն ՄԱԳԱՏԵ-ից դուրս գա։ Իհարկե նման էմոցիոնալ քաղաքականություն նրանք չեն վարում, ընդ որում ասեմ, շատ կոմպլեմենտար քաղաքականություն են վարում այս մասով իրանական կողմը, բավականին խոհեմ քաղաքականություն են վարում, չգնացին նման ինցիդենտի, որպեսզի գրանցենք այն, որ ՄԱԳԱՏԵ-ից դուրս են գալիս, բայց փաստը այն է, որ հիմքեր ստեղծեցին, որ նման խոսույթով հանդես գան։ Շատ լավ, իդեպ վերջում էլ ասեմ, ախր պարզից էլ պարզ է, եթե դու բացի միջուկային օբյեկտներին հարվածելուց նավթաբազաներին ես հարվածում, արդեն խոսում է, որ դու այլ նպատակներ ես հետապնդում, ձեր նախորդ հարցը կա։ Շատ լավ, նաև շատ ուշագրավ էր, քանի օրերի ընթացքում մի իրադարձություն տեղի ունեցավ։ Ադրբեջանում չգիտես ինչու սկսեցին պայթել կինոստուդիաներ, ռազմական օբյեկտներ, պաշտպանության նախարարության իրենց գործանը, բայց դա հաջորդեց, դրան անմիջապես հաջորդեց Փեզեշքյանի եւ Ալիևի հեռախոսազրույցը, որտեղ Փեզեշքյանը շատ հստակ ասեց, որ մենք ունենք տեղեկատվություն ձեր մասով Իսրայելին աջակցելու։ Պետք է հստակեցնեք, որից հետո դա տեղի ունեցավ եւ դրանից հետո սկսվեց հիստերիա։ Հիստերիան սկսեց, ես հիմա մի փոքր գուցե երկար հարցանջի, բայց կարևոր ենթատեքստ ունի իր մեջ։ Վերջերս Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Հայաստանում առողջին նշեց, որ այո, կա տեղեկատվություն, որ Ադրբեջանը հստակ այնտեղից են հարվածել։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հիստերիայի մեջ հայտնվեց եւ նշեց, որ նման բան չկա, դուք խառնում եք եւ այլն։ Ինչ է այս ամենի տակ թաքնված։ Պարոն Աբրահամյան, եթե արտգործնախարարը եւ երկրի առաջի դեմքը ժողովրդական լեզվով ասած նամյոկով ընդամենը դերևս նամյոկով հարցնում են, ընդ որում ուղիղ հարցադրում են անում Ալիևին, թե արդյոք որևիցե օժանդակություն եւ օգնություն տրամադրվել է, որպես այդպիսին Ադրբեջանի օդային տարածքը օգտագործվել է, անգամ եթե նման հարց է տալիս, դա ռետորական հարցի տեսքով է տալիս, հասկանում են, չէ՞ որ դիվանագիտական, այսպես ասած, պատխոդ է կիրառվում։ Հասկանալի է, որ պատասխանը հնչելու է, որ ոչ, բացառվում է, չի կարող նման բան պատահի, բայց նման հարցադրում անողը բնականաբար ձեռքի տակ ունի փաստեր։ Այդ փաստերը թե երբ կկիրառի ու ինչ տեսքով կկիրառի, դա ժամանակը ցույց կտա։ Տեսեք, ուղղակի ես որպես մարդ, որը որ օբյեկտիվ եւ անաչառության սկզբունքներից է վերլուծություն կատարում, ես այսպիսի մի դիտարկում եմ կատարում այս մասով։ Ես ինքս օրեր առաջ եւ բազմաթիվ անգամներ ասել եմ, որ թե Լաչինի, թե Ֆիզուլու օդանավակայանները եւ ընդհանրապես բոլոր այդ 3 օդանավակայանները եւ ընդհանրապես Արցախը որպես այդպիսին օկուպացված Արցախը ծառայում է որպես պոլիգոն եւ պլացդարմ Իրանի դեմ ուղված եւ ոչ միայն Իրանի։ Բայց Իրանը դա չէր հասկանում 30 տարի այդ ամենակարևորը իրենք լավ էլ հասկանում են։ Իրենք հասկանում են, նրանք հասկանում են, չէ՞ որ նաեւ դա կարող է օգտագործվի հագաիրանական այո, գործառույթներ իրականացնել։ Այո, ես հիմա ինչ եմ սա ասում։ Ես ինքս ասել եմ, որ գալու է այդ օրը, երբ որ դրանք կիրառվելու են։ Հիմա ուղղակի այստեղ պետք են փաստեր, ռեալ փաստեր։ Քանի չկան ռեալ փաստեր, մեր ասածը դերևս, որքան էլ նախագահի շուրթերով անձամբ է դա ասում, դերևս դրանք պետք է, այ եթե փաստարկները ի ցույց դնեն եւ ի լուր աշխարհի հայտնեն, ապացույցներով, որը ընդ որում կա, նորից եմ կրկնում, եթե ակնարկում են, ուրեմն կա։ Ես դες վստահեցնում եմ Իրано-ադրբեջանական հարաբերություններում շատ խորը ճգնաժամ է սպասվում։ Դերևս դա ես ասում եմ մինիմալ տարբերակով այդ ճգնաժամը։ Բաժիչ գործողություններ
վերլուծաբաններ կան, կարող է ինչ-որ ասեն, որ գիտեք, անհնար է, որ պատժիչ գործողությունների գնա, այնտեղ թուրքական ֆակտոր կա եւ այլն, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ Իրանը կգնա այդ պատժիչ գործողությունների։ Ձեր թվարկածները, որ դուք մատնանշեցիք, դրանք գուցեև նրանց ձեռքի գործն է, չի բացառվում։ Հենց այնպես չի պայթում ինչ-որ բան։ Էն էլ մեկ օրվա ընթացքում մի քանի օբյեկտներ։ Անմիջապես հայտարարությունին հաջորդեց դա։ Ուղղակի եթե դա էլ է այդպես, ուրեմն ձեռագիր այնքան մաքուր է կամ այնպես է դա արվում, որպեսզի հետք չթողնվի նաև այս մասը։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար եւ հանգամանալից ներկայացնելու համար։ Այլ թեմաներ Իրանն արձագանքել է Խամենեիի մասին Թրամփի երեկվա հայտարարություններին։ Արտգործ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, թե եթե նախագահ Թրամփն անկեղծ է գործարք կնքելու հարցում, ապա նա պետք է հրաժարվի այաթոլլահ Ալի Խամենեիի նկատմամբ իր անհարգալից եւ անընդունելի տոնից։ Նա նաեւ անդրադարձել է Իրանա-իսրայելական պատերազմին, նշելով, որ մեծ եւ հզոր Իրանի ժողովուրդը, որն աշխարհին ցույց տվեց, որ իսրայելական ռեժիմն այլընտրություն չունի, քան հայրիկի մոտ փախչելը, որպեսզի չկործանվի մեր հրթիռներից, չի սիրում սպառնալիքներ ու վիրավորանքներ։ Միջազգային մյուս լուրերը տեսաշարով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների երկրորդ փուլին, որտեղ կքննարկվեն կարգավորման վերաբերյալ հուշագրերը։ Նա նշել է, որ կողմերը դեռ պետք է համաձայնության գան հանդիպման վայրի ու ժամանակի հարցում։ Պուտինը նաև հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է փոխանցել Ուկրաինային զոհվածների ևս 3000 մարմին։ Խոսելով Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների մասին, Պուտինը նշել է, որ ամերիկյան բիզնեսը պատրաստ է վերադառնալ ռուսաստանյան շուկա եւ հնարավոր է հանդիպում տեղի ունենա Դոնալդ Թրամփի հետ։ Նրա խոսքով Թրամփը քաջ մարդ է եւ անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները։ Ուկրաինայի ուժային կառույցները հարվածներ են հասցրել Ռուսաստանի Վոլգոգրադի մարզի Մարինովկա օդանավակայանին, ոչնչացնելով 234 կործանիչ ռմբակոծիչ եւ վնասելով ևս 2-ը։ Հարձակումը իրականացվել է հեռահար անօդաչու սարքերի միջոցով։ Ուկրաինայի աղբյուրների հաղորդմամբ հրդեհ է բռնկվել օդանավակայանի տեխնիկական հատվածում, որտեղ իրականացվում են ինքնաթիռների սպասարկման եւ վերանորոգման աշխատանքները։ Գլխավոր շտաբի տեղեկացմամբ Սու-34-երը հիմնականում կիրառվում են ուկրաինական դիրքերի եւ բնակավայրերի վրա հրթիռառումբային հարվածներ հասցնելու համար։ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի ընթացքում Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում դիմելով հավաքին հերավար մասնակցող Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին հայտարարել է, որ Իրանը միայնակ չէ, իսկ Իրանի նախագահն իր խոսքում նշել է, որ Իսրայելի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակումը ծանր հարվածներ էր միջուկային զենքերի չտարածման միջազգային մեխանիզմներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կանադայի ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ թվային ծառայությունների հարկ սահմանելու որոշումը բացահայտ հարձակում է Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ։ Թրամփը հավելել է, որ Կանադան տարիներ շարունակ մինչև 400% մաքսատուրք է գանձել ամերիկյան կաթնամթերքի վրա։ Նրա խոսքով առևտրային բանակցությունները դադարեցվում են անմիջապես, իսկ Կանադային առաջիկա 7 օրերում կտեղեկացվի կիրառվելիք նոր սակագների մասին։ Կանադայի կառավարությունն արձագանքել է, որ կշարունակի բանակցել պաշտպանելով երկրի աշխատողներին եւ բիզնեսը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կդիտարկի Իրանի միջուկային օբյեկտների կրկնակի ռմբակոծության հնարավորությունը, եթե Թեհրանը ուրանի հարստացումը հասցնի տագնապելի մակարդակի։ Նա նշել է, որ նման գործողություն իրականացնելու համար որևէ խնդիր չկա եւ հավելել է, որ կցանկանար տեսնել ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների այցը ռմբակոծված օբյեկտներ։ Թրամփը պնդել է, որ դրանք ոչնչացվել են եւ Իրանը հյուծված է։ Նրա խոսքով Թեհրանը դեռ ցանկանում է հանդիպել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ քննարկելու հետագա քայլերը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նպատակ ունի արագ ավարտել Գազայում ընթացող ռազմական գործողությունները արաբական մի շարք երկրների հետ հարաբերությունների կարգավորման նոր փուլ սկսելու համար։ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշակած կարգավորման պլանի համաձայն Գազայի կառավարումը Համասից պետք է անցնի Եգիպտոսի, ԱՄԷ-ի եւ այլ արաբական պետությունների կարգավորված վարչակազմերին։ Պլանը նաեւ նախատեսում է 2023 թվականի գերեվարված իսրայելցի պատանդների ազատ արձակում եւ ցանկացող պաղեստինցիների Գազայից դուրս բերման հնարավորություն։
Եվրոհանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԵՄ առաջնորդներին առաջարկել է նախաձեռնություն Ասիայի երկրների հետ կառուցվածքային առևտրային գործակցություն ձևավորելու համար, որը կարող է դառնալ առևտրի համաշխարհային կազմակերպության այլընտրանքը, հայտնում է Евроньюզը։ Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում քննարկվել է նաև ԱՀԿ-ի ինստիտուցիոնալ վերանայման հարցը։ Թողարկման ավարտին ծանոթացեք նաև եղանակային կանխատեսումներին։ Հաջողություն։